Աստվածին քեզ եմ սիրում դու գիտես Քեզ եմ իսարայել ուզում Բայց ես մեզ կարիքով դիմում եմ քեզ Օգնիր ինձ այս մեծ պայքարում Դու իմ միակ հույսն ես, իմ ուրախությունն ես Դու իմ Տեր ու Փրկիչ, միայն դու և միայն դու կյանքի աղբյուր ես, զորության աղբյուր ես Դու իմ Տեր ու Փրկիչ, միայն դու Իմ ճանապարհը փշոտներ է Իմ կյանքը տառապանք է Եվ առաջին սերս պահել է Ով Աստված վերափոխիր Դու իմ միակ հույսն ես, իմ ուրախությունն ես Դու իմ Տեր և Փրկիչ, միայն դու և միայն դու կյանքի աղբյուր ես, զորության աղբյուր ես Դու իմ Տեր ու Փրկիչ, միայն դու Երբ փորձության մեջ ընկնեմ հանկարծ Մեզ դժվարությունների մեջ Ուր որ քեզ հարաբանեմ սրտանց Ամեն մի պարագայի մեջ Հույսն ես, իմ ուրախությունն ես Դու իմ Տեր ու Փրկիչ, միայն դու և միայն դու կյանքի աղբյուր ես, զորության աղբյուր ես Դու իմ Տեր ու Փրկիչ, միայն Փրկիչ, միայն դու Վիշտակներ երկնքում, տիրոջն են գովերքում Փառաբանում են նրան, արարիչ ասում, հավիտյան փառք, հավիտյան փառք, հավիտյան Հիսուսին, հավիտյան փառք, հավիտյան փառք Հիսուսին Հրաշագործներ արքա, հզոր ասովորդի Երկնքում փառավոր մեզ է սպասում հավիտյան փառք, հավիտյան փառք, հավիտյան փառք Հիսուսին, հավիտյան փառք
Հիսուսին Եվ այսօր մեր սրտում ցնցում ուրախանում հզոր մեր Տեր Աստծո փառք երգում հավիտյան փառք հավիտյան Փառք Հիսուսին, հավիտյան փառք, հավիտյան փառք, փառք Հիսուսին, հավիտյան փառք, փառք Հիսուսին։ Ժողովուրդ ջան, մենք շնորհակալ ենք մեր Աստծուն այսօրվա օրվա համար։ Երեք մենք եղբայրներով գործ ենք անում, այս հեռախոսի եղանակը որ ցույց է տալի, որ այսօր պետք է անձրև լինի։ Բայց տենում եք ինչ լավ եղանակ է։ Այս եղանակը Աստված տվել է ձեզ համար, որ գանք այստեղ այս գեղեցիկ բնության գրկում մեր Աստծուն փառավորենք։ Շնորհակալ ենք այսօրվա օրվա համար, այսօրվա օրը Տերն է ստեղծել մեր բոլորի համար։ Լավ է, որ եկել ենք ստեղ, հանգստանում ենք, այս բնության զովքը վայելում ենք, մեր Սևանա լճի ափին, մարմին հաճելի է դա։ Բայց ամեն բանից առաջ ամենակարևորը հոգևոր բաժինն է։ Մենք չենք անտեսում մարմինը, ինչպես Աստծո խոսքը ասում է, կայսրին Աստծուն, անկեղծ մարմնին մենք շատ տվեցինք, բայց որ կարևորը հոգևորն է, մենք ունենք աճելու տեղ, նորոգվելու, հավատքի մեջ ավելի հաստատվելու։ Հիմա ասենք հոգևոր բաժինը, սիրելի քույրեր, եղբայրներ, որ մենք բոլորս աճելու, նորոգվելու, սփռանալու տեղ ունենք։ Աղոթքից առաջ մեր բոլորի համար կարդում եմ Ուրեմն առակացի մեջ Աստծո խոսքը ինչ ասում մեզ բոլորիս։ Որդյակին, եթե իմ խոսքերը ընդունես, իմ պատվիրանքները քովդ պահես, այնպես որ ականջդ իմաստությանը ստաս, մեր ականջը տանք Տիրոջ ձայնին, Սուրբ Հոգու ձայնին, սիրտդ հանճարին բանաս, սիրտդ բացի Հիսուսի առաջ ես աղոթքի պաշտամունքի մեջ, եթե դու իմաստությունը քեզ կանչես, քո ձայնդ հանճարին ուղես, եթե զանիկա Հիսուսին, Աստծուն արծաթի պես խնդրես, ու ծածուկ գանձերի պես խնդրես Հիսուսին, այն ժամանակ Տիրոջ վախը պիտի հասկանաս եւ Աստծո գիտությունը պիտի գտնես, որտեղ իմաստությունը Տերն է տալիս, գիտություն ու հանճարը անոր բերնեն են։ Անիկա ուղիղների համար, ուղիղների իր ժողովրդի համար, լեթենանք ինչա պատրաստեն։ Անիկա ուղիղների համար փրկություն կպահե։ Անիկա ուղղությամբ քալողներին վահան է, որպեսզի արդարության ճամփաները պաշտպանեն ու իր սուրբերի ճամփան պահե։ Փառք Աստծո։ Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուսի անունը։ Գանք հայր մերով մեր Աստծո առաջ։ Աղոթ կանենք, ասենք Հիսուս ջան, եկել ենք այստեղ, շնորհակալ ենք քեզանից, մարմնավոր բաժինը ճոխ Երկենք համար 583 583
Քո սիրով ինձ այցելել ես, փրկություն ես պարգևել, քո գրկում գտել եմ ես խաղաղություն, և ամեն բանի համար շնորհակալ եմ անսահման, նվիրում եմ ես իմ սիրտը միայն քեզ, երգում եմ շնորհակալություն, 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 Հիսուս, երգում եմ շնորհակալություն, 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 Հիսուս, իմ փոխարեն ես դու զոհվել, խաչի մահով ես մահացել, քո զոհով ինձ պարգևել ես կյանք հավիտյան, հիմա կարող եմ քո այրան, քո առջև գալ համարձակ, և կարող եմ ուղիղ նայել քո աչքերին, երգում եմ փառքես, փառքես Հիսուս, փառքես Տեր արքա Հիսուս, երգում եմ փառքես, փառքես Հիսուս, փառքես Տեր արքա Հիսուս, երգում եմ շնորհակալություն, 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 Հիսուս, երգում եմ փառքես, փառքես Հիսուս, փառքես Տեր արքա Հիսուս։ Տերն օգնի բոլորին։ Իմանանք, որ այսօրը Տերն է նվիրել մեզին։ Ես ուզում եմ շատ կարճ ավետանից մի համար կարդալ և հետո կգամ քաղաքի։ Մի փոքր հորդերեմ կգամ քաղաքի։ Ամեն մեկի սրտի մեջ կա այսպիսի միտք, ամեն մարդ էլ ուզում է հանգստանալ, հանգիստ լինել, հանգիստ ապրել, հանգստություն գտնել, հանգստության վայր գնալ։ Գիտեք, իհարկե դա բնական է և շատ լավ է, իհարկե ամեն մարդ էլ կարիք ունի հանգստանալու։ Իսկ հանգստանալու համար մարդիկ շատ բաներ են կիրառում, շատ մեթոդներ են կիրառում, ոնց հանգստանան, ինչպես հանգստանան, ինչ միջավայր լինի, որ հանգստանան, բայց Տեր Հիսուս Մատթեոս 11:28 համարում ասում է, եկեք ինձի, հոգնածներ և բեռնավորվածներ, ես ձեզ հանգստություն պիտի տամ։ Գիտեք, աշխարհը երբեք մարդուն չի ասել, եկեք հանգստացեք։ Թեկուզ աշխարհի մեջ շատ հանգստատներ կան, հանգստյան վայրեր կան, բայց հավատացեք, դուք ինքներդ էլ ձեր կյանքի համոզումով համոզված կլինեք, շատ հանգստյան տներ գնացել եք, բայց երբեք չեք հանգստացել։ Հանգստությունը Քրիստոսի ոտերի մոտ է։ Գիտեք, նաև հանգստությունը Աստծո խոսքի մեջ է։ Մեղավոր մարդը չի կարող ճոխ միջավայրեր լինի, միգուցե շատ գեղեցիկ բնություն լինի, շատ լավ ճաշատեսակներ լինեն, ուզենա դրանք վայելել և հանգստանալ մեկը չի ստացվում։ Մեղքի, գիտեք, մարդը հանգստանալու համար պետք է մեղքից ազատվի։
Հիշեցնեմ ձեզ Ղուկաս ավետարան 18-րդ գլխում ասում է երկու մարդ գնացին տաճարը աղոթ կանելու։ Նրանցից մեկը մաքսավոր էր, մեկը փարիսեցի էր։ Փարիսեցին աղոթ կերանում եւ ասում էր, «Էս ինչ բաներն անում եմ, 18-ը տալիս եմ, շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում, ես մարդու նման չեմ»։ Բայց ես ուզում եմ կանգ առնել մաքսավորի աղոթքի մի խոսքի վրա, երբ որ Տերը իր աղոթքից հետո ինչ գնահատական տվեց։ Ասեց, «Էս մարդը իր տունը գնաց հանգստացած»։ Եթե մենք ուզում ենք ստից հանգստացած գնանք, մենք պետք է այսօր, ես ուրախացա, երբ որ Հովիկ աղբերն ասեց, այսօր առիթ է խոստովանություն անելու։ Գիտեք, մարդը խոստովանությունից հետո է լիարժեք հանգստություն։ Եթե մարդը իր ներսում ունի ծանրություն, ունի մեղք պահված, այդ մարդը ինչքան ճոխ վայրում է լինի, ինչ միջավայրում է լինի, մեկը չի կարնալու հանգստանալ։ Բայց երբ որ այդ մարդը իրական զղջում է ապրում եւ խոստովանություն է կատարում, նա իրական հանգստություն է գտնում։ Այստեղ ով է ուզում իր տունը գնա իրական հանգստացած, դեռ բարձրացնել։ Այսօր շատ առիթ է, որ այսօր մենք այդ հանգստությունը կարող ենք ունենալ։ Հիշում եմ մի օր Մասիսի այդ բանից անցնում էի բազարի մոտից, նախկին բազարի մոտից, մի ազնվորություն կար, փող էր փոխում, այն վաղ փող էին փոխում, ասեց ախպեր փող փոխեմ, ասեցի եղբայր ջան, ինչու սնջի հարցնում, քեզ ով է խանգարում փոխի։ Հիմա նույն բանն այսօր դեռ բացասնողներ են, դեզի ոչ մեկը չի խանգարում։ Այսօր կարող եք խոստովանություն անել։ Զղջալ, ձեր համար աղոթ կանեմ, հավատացեք, վախենալու բան չկա։ Ընդհակառակը, եթե դու ուզում ես իրական հանգստանալ, չես կարողանալու հանգստանալ, եթե մինչև խոստովանություն չանես։ Խոստովանությունը դա իրական հանգստությունն է։ Ինչպես գրված է, այս մաքսավորը գնաց իր տունը շատ թեթև հանգստացած, իր մեղքերից ազատագրվել էր ասում։ Ինքը Տիրոջը խոստովանել էր, ինքը իր մատը դրել էր իր նեֆսի ճնշող վիճակի վրա եւ խոստովանություն անելուց հետո իրական հանգստություն գտավ։ Եթե այսօր ուզում ես ուրիշ մեթոդներ փնտրել հանգստության, ես քեզ հավատացնում եմ, դու այն չես գտնելու։ Միայն իրական խոստովանությունը։ Մենք այսօր ազատ ժամանակ ունենանք, առանձնանանք մենք Հովիկ աղբորի հետ առանձին, որոնք որ կլսեն, լսեք շատ բարի, որոնք որ կուզենան իրական կիսվել, խոստովանել, այսօր առիթ է, մենք այդ հնարավորությունը կտանք։ Համաձայն ես ովքեր։ Փառք Տիրոջը, կանգնենք աղոթքի։ Երկնավոր մեր Հայր, հաջողացրու, որ այսօր մենք թեթևացած մեր տները գնանք։ Դու այնպես սիրեցիր աշխարհը, որ մինչև միածին տվի, որով որ համատա չկորսվի, այլ հավիտ այնապես նապրի, որով որ համատա չկորսվի, այլ հավիտ այնապես նապրի, ողորմյա, Տեր Հիսուս գթության Աստված, ողորմյա, Տեր Հիսուս գթության Աստված, տեսնում եմ
արջևս մի մեծ խաչալներ նայում ինձ սիրալի Սիրելիս քեզ համար եմ խաչված որ ապրես դու հավիտյան Սիրելիս քեզ համար եմ խաչված որ ապրես դու հավիտյան ողորմյա Տեր Հիսուս գթության Աստված ողորմյա Տեր Հիսուս գթության Աստված Եկեք զիբոլոր հոգնածներ Եվ ես ձեզի պիտի հանգչեցնեմ Եվ ինձ մեկ սորվեցեք Որ հեզեմ և սրտով խոնան Եվ ինձ մեկ սորվեցեք Որ հեզեմ և սրտով խոնան ողորմյա Տեր Հիսուս գթության Աստված ողորմյա Տեր Հիսուս գթության Աստված Տեր Հիսուս գթության Աստված Փառք Տիրոջ ժողովուրդ ջան, Աստված օրհնի բոլորիդ, որ հիմա այս վայրում եք, որ ընտրեցիք Տիրոջ ժողովրդի հետ լինելու։ Սա մեծ ողորմություն է Աստվածանից ձեր համար եւ իմ համար, ժողովուրդ ջան, շնորհակալ եմ Աստծո։ Հետարքի մի փաստ ասեմ, մենք որ գալիս էինք ավտոբուսի մեջ մի տենց միտք տակեցի մեջ եւ ժողովրդին հարցրեցի։ Այսպեսի խոսակցություն գնաց էլի, որ եթե մեկը ինչ-որ գլխացավ ունի կամ ատամիցավ, կամ ասենք մի ուրիշ ցավ, մանիշ ցավ ուզում ա լինի։ Մի դες կարա խմի լավանա, կամ թեկուզ մի ուրիշ տարբերակ, վերջը, մեթոդներ կան էլի ինչ-որ այդ մարմնի ցավի դեմ պայքարելու։ Նույնիսկ են ռակով հիվանդները մորֆին են սրսկում, ես իմիջ ցավը մեղմանում ա, այդքան չեն զգում։ Եմի այսպիսի վիճակ, ժողովուրդ ջան։ Լավ, բա որ հոգու ցավ կա ոնց մեղմացնում։ Այդ հոգու ցավը Դավիթը ասում է, երբ մեղքերը խոստովանվեցավ, ոսկորներս մաշեցան։ Այսինքն ներսի ցավը, հոգու ցավը, երբ որ դու մարդը մեղանչում է Աստծո առաջ, ոչ մի բան չի կարա դրան դեղու դարման լինի։ Մի տարբերակ կա մենակ, երբ որ դու զղջում ես, խոստովանություն ես ասում Տեր Հիսուսի առաջ, այդ ժամանակ Հիսուսի արյունը ոնց որ եղբայրներն ասեցին, քո մեղքերին թողություն է տալու։ Աստված օրհնի այդ արքիր, այդ լավ զրույցի համար, այդ խոսքերի համար, որ եղբայրների միջոցով Տերը հաղորդեց մեզի։ Ժողովուրդ ջան, ես էլ մեղավոր մարդ եմ եղել։ Շատ մեղավոր իմ մեղքը ինձի տանջելով, այսպես ասեմ, ծեծելով, բերեց Տիրոջ տուն։ Մինչև Աստծո ժողովրդին միանալը իմ մոտ այսպեսի միտք կար, լավ, ես մեղավոր մարդ եմ, ոնց գնամ այդ սուրբերի հետ։ Դրանք այ մարդ, հավատացյալ մարդ են, սուրբ մարդ են, անմեղ մարդիկ են, խաղաղ խելոք մարդիկ են, ես մեղավոր չար աշխարհի գնամ այդ ժողովրդի մեջ, ոնց գնամ իրանց մեջ։ Մի օր հանդիպեցի մեր Վալեր եղբորը, Մարտունու սպասավորն էր ծառայություններ անում ժողովրդին, հանդիպեցի, ասեցի աղբեր ջան,
Առաջ անգամ եմ տենում իրան։ Ինքը ինձ չէր է ճանաչում։ Ես լսել եմ, որ ինքը այդ ժողովրդի մեջ ծառայություն անում, չգիտեի ով է։ Ուղղակի մոտիկացա, ասում եմ, աղբեր ջան, ես էլ եմ ուզում գամ դառնամ հավատացյալ։ Բայց շատ մեղավոր մարդ է։ Եղբայրը ինչ պետք է ասեր։ Ասեց, աբա մեղավորների տեղ է էդի։ Պետք է մեղավորները գան արդարանալու։ Ասի ես ուզում եմ սրբանամ, ապաշխարեմ, դառնամ մի քիչ լավ մարդ, նոր գամ էլի։ Էդի մտածելով աշխարհիկ մարդ եմ, ուզում էի բարի բան անեմ, չէր ստացում, չէի կարողանում։ Չէր անում ժողովուրդ ջան, լավ բան եմ ուզում անում, չէր անում։ Դեր մոտ չէր, ուզում ես բարի դառնաս, լավ մարդ դառնաս, որ մարդիկ քեզ ասեն, բայց ինչ լավն ես դու, բայց չի եղել։ Իմ մոտ էլ չէր անում։ Այդպես իմ եղբայրը ինձ ճիշտ ուղղություն ցույց տվեց եւ շատ շուտով ես գնացի տիրոջ տուն, գնացի եկեղեցի։ Ինչ տեսա այնտեղ ժողովուրդ ջան, իմ հոգեբանության մեջ ես մեղավոր մարդ, շատ մեղավոր, չափազանց մեղավոր մարդ, տեսնում եմ ես անարժան, գլուխս կախ, այտենց չեմ ուզում երեսների նայեմ, ասում եմ, հա կիմանան էլ, որ ես մեղավոր մարդ եմ։ Կիմանան, որ ես ամենապիղծ մարդն եմ աշխարհից եկա։ Ես ինչ մտածեմ իրանց հոգեբանությունը։ Ես հիմա ձեր մեջ եմ, նոր եմ հասկանում, ինձ սերա թագավորում Հիսուս Քրիստոսի ձեր մեջ, որ իմ նման մեղավորի սիրում եք, որ ընդունել եք, հարկ Տիրոջ, որ նորմալից ընդունեցի մինչև այսօր Տիրոջ տան մեջ եմ, ժողովուրդ ջան, մինչև այսօր ձեր մեջ եմ, արժանիք ունեմ ձեր եղբայրը կոչվելու, որտեղ ես իրականում ինձ տեսնում էի մեղավոր, բայց երբ որ եք Աստծո ժողովրդի մեջ, ես հետո անեն զարմանալիորեն նկատեցի այդ ժողովուրդը ոնց են ինձ գրկում ու սիրում, ափյուրում են, ուրախացել եմ, որ ես այդտեղ եմ, զարմացա, շատ զարմացա ժողովուրդ ջան, ու ես իմ ես մտածեցի, էս ինչ սեր է թագավորում է ժողովրդի մեջ, էս ինչ սեր կա իրանց մեջ, որ ինձ սիրում են, ես տեղից լավ տեղուր գնա, որ իմ նման ինձ սիրեն, եթե ուրիշ աշխարհի մեջ գնամ, հանգարց իմանան ես ով եմ, ընդ քացով կտան կլարեք ասեն դուստե մեր բաժին չունեն, բայց այստեղ ընդ գրկաբաց են ընդունել։ Էս ինչ լավ տեղ եմ եկել, նմանային բանի ժողովուրդ ջան մի պատմություն ասեմ եւ ավարտեմ, որ մեկը ստրուկա էլի ժողովուրդը, այդպես կանգնած է ստրկավաճառական շուկա է։ Այն մեկը շղթաներով կապված ստրուկա էլի նայում ես, քեֆդ գալիս է, թեկուզ լավն է ինքը, տեսքը տեղն է, բանա, բայց ստրուկա շղթաներով կապված։ Ու իրան վաճառում են։ Փո մեկը գա փողը տա իրան գնի։ Եվ այդ ժամանակ մի մեծը հարուստ մոտենում է, ասում է ինչ արժե ստրուկը։ Խոսքի ասում է այսքան ոսկի։ Այս մարդը հանում գումարը տալիս է տիրոջը, շղթաները քանդում, ասում է դու ազատ ես, երիտասարդ գնա։ Այս տղեն զարմացած ասում է ո՞նց եղավ։ Դու ինձ գնել ես, ես քոնն եմ։ Ասում է ես քեզ հերվից տեսա, սիրեցի, որոշեցի քո գինը վճարեմ եւ քեզ ազատ արձակեմ։ Այս տղեն զարմացած ո՞նց ինձ սիրեց։ Ո՞նց ինձ սիրեցի։ Ես ով եղա շղթաներով կապված, անտեսված, ստրուկ էինք ամենը։ Այդ ո՞նց եղա որ դու ինձ սիրեցիր, ուզեցիր ազատ արձակես։ Եթե դու այդպիսի Տեր ես, ես քո նման Տիրոջը հավիտյան կծառայեմ, ալելույա Հիսուսին, որ ինձ տեսավ, արյան մեջ շաղախված, իմ կողքով անտարբեր չանցավ, ասեց ապրե հարուտ, ուզում եմ քո շղթաներից ազատ լինես եւ ապրես հավիտյան, փառք իրանես, փառքի այս մեծության շնորհքի համար ժողովուրդ ջան, որ ինքը մեզ շնորհել այս օրվա օրը, շնորհակալ եմ Աստծուն, կանգնենք աղոթքի, շնորհակալ եմ Հիսուս, համար 369 Դու գիտես թե հիմա ում եմ ես շատ սիրում Դու գիտես թե հիմա ում եմ ես աղոթում Ես ունեմ Տեր Հիսուս
փրկիչ ինձ համար եւ հոգով պատրաստ եմ սիրտս տալու նրան ես ունեմ Տեր Հիսուս մեծ փրկիչ ինձ համար եւ հոգով պատրաստ եմ սիրտս տալու նրան Տեր Հիսուս, աղաչում է փրկիչ ինձ լաթևի տակ խնդրում եմ հողարի Տեր Հիսուս, աղաչում է փրկիչ ինձ լաթևի տակ խնդրում եմ հողարի թողել եմ ես բոլոր աշխարհի գործերը իմ առջև բացվել են հոգևոր դռները ով փնտրի կգտնի թե սրտով ցանկանա Հակովի կբացվի թե հոգով կամենա ով փնտրի կգտնի թե սրտով ցանկանա Հակովի կբացվի թե հոգով կամենա Տեր Հիսուս աղաչում է փրկիչ ինձ լաթևի տակ խնդրում եմ հողարի Տեր Հիսուս աղաչում է փրկիչ ինձ լաթևի տակ խնդրում եմ հողարի Ուրել որ մենք լինենք, Տերը մեզ կտեսնի, ինչ էլ որ մենք խոսենք, Հիսուսը կլսի, իսկ եթե սխալվենք ու շեղվենք իր ճամփից, հավատքով աղոթենք, ներում կպարգևենք, իսկ եթե սխալվենք ու շեղվենք իր ճամփից, հավատքով աղոթենք, ներում կպարգևենք, Տեր Հիսուս, աղաչում եմ փրկիչ ինձ լաթևի տակ խնդրում եմ հողարի Տեր Հիսուս, աղաչում եմ փրկիչ ինձ լաթևի տակ խնդրում եմ հողարի ինձ պահի թևի տակ խնդրում եմ հողարի Ժողովուրդ ջան, նոր նայած վկայություն եղավ, ուզում եմ ասեմ, նոր պաշտպանքի ժամանակ։ Ուրեմն հոգին ասում է, պետք է Տերը տեսի քրծից, պետք է Տիրոջ ներկայությունը կար, Աստծո դուրս ընկել ձեր վրա։ Եվ Սուրբ Հոգին աղամուկ երկparanքով ոմանց վրա իջել էր, իսկ ոմանց վրա որ գալիս էր, ասում է արգել կար, որ իրանց վրա հանչեր Սուրբ Հոգին, ժողովուրդ ջան։ Եվ Տերը ասել էր, արգելք մի գրեք, որ ձեզ այցելեն։ Երբ այն երկուներ։ Հիմա արգել դնողը, դուր բացողը, դուր փակողը դու ես։ Հիմա մենք ստեր ենք Տեր իր խոսքի համաձայն իր ժողովրդի մեջ է։ Մեր սրտերը բացենք, Տիրոջ թափսությունը վայելենք, բժշկությունը վայելենք, խոսքի բժշկությունը, եղբայրներ, քույրեր։
Սիրտը բացի որ ասորտությունը վայելես, կողքիդ քույրիկը վայելում, աղոթներումը դու դատարկ ես անում։ Ինչքան պարզ լինես, անկեղծ լինես, իրոք հացը լինելու համը կճաշակես կվայելես։ Բարդ իրոք ժողովուրդ ջան։ Իշտ ասած, այդպես մտածում էի, մատ այդպես վկայություն կար, ասի, չգիտեմ, վկայեմ թե չէ, բայց հորի կախտերես վկայություն է, որ վկայեց, ոնց որ թե համարձակություն եկավ մեջս, որ վկայել։ Տարիներ առաջ էր, ես մի մարդում էի, մի այդպես պաշտամունքի ժամանակ, մի տեսիկ բացվեց, ես տեսա, բաց աչքերով։ Ուրեմն ժողովուրդ ջան, բոլորի այդպես կարծես զոնթիկով շատերը նստած էին։ Ես էլ մտածում էի, զոնթիկով ես չի են նստել այս զալում, կամ ես ինչ եմ աչքին երևում։ Բայց ուտերը տեսա, որ Տերը իր ձեռքերը տարածել էր, իր այրուն էր սրսկում ժողովրդի վրա։ Եվ ովքեր որ այդպես զոնթիկով էին, նրանց այդ այրունը ոչ մի բան չէր անում։ Ընդհակառակ այդ այրունը այդ զոնթիկից լցվում էր այն մյուս կողի նստածին։ Բայց երբ որ տեսա ընթացքում այդ զոնթիկ բռնողները թուլացավ իրենց ձեռքերը եւ սկսեցին զոնթիկները թողնել եւ իրենց վրա էլ արունը սրսկվեց։ Ժողովուրդ ջան, այս վկայությունը որ ասեց ու կախտերը որ տեսել են, սրանք մի բան են, որ այսօր մենք եկել ենք այստեղ 57 Սաղմոսում ասում է ով Աստված իմ սիրտս պատրաստ է, իմ սիրտս պատրաստ է։ Այսօր մեր սիրտը թող պատրաստ լինի։ Տիրոջ խոսքը երեք այսօր հավիտյան նույնն է։ Աստված այնպես է սիրել աշխարհ, որ միջև իր միածին որդուն է տվել, որպեսզի որ նրան հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստծո նպատակը այսօր ինձ ու քեզ կյանք է շնորհել, իր որդով այսօր մենք կյանք ունենք։ Եվ մենք եկել ենք այս բացօթյա պաշտամունք, անունը կոչվում է բացօթյա պաշտամունք։ Եվ այս բնությունը, այս ամեն ինչը, որ մենք տեսնում ենք, սա խոսում է մեր Աստծո փառքը։ Մենք տեսնում ենք, որ Աստված ոչ թե միայն մեր հոգու փրկիչն է, նաև մեր մարմնի համար ամեն ինչ ստեղծել է, որպեսզի այս մարմինը տեսնելով այս ամեն մի տեսակ գեղեցկությունը ճանաչիր Աստծուն, որ ամբողջ սրտով դառնա ու ասի Տեր, այո, ես քեզ ընդունում եմ, իմ անձնական Տեր ու փրկիչ։ Ես չգիտեմ, կարող այս շրջապատում առաջին անգամ մարդիկ կան, որ լսում են Աստծո խոսքը, եւ Աստված իրենց հրավեր ունի, որտեղ Աստված բոլորի համար իր որդուն ուղարկել, եւ Աստված այսօր այդ հրավերը ամենքին է տալիս, որ եկեք ինձի, բոլոր օգնած ու բեռնավորվածներ, ու ես ձեզի հանգստություն պիտի տամ։ Սիրել, մենք էլ ենք ժամանակին այդ հոգնած ու բեռնավորվածը եղել, մենք էլ ենք ժամանակին կյանքից հոգնել ենք, մենք էլ ենք ուզեցել կյանք ունենալ, բայց աշխարհում փնտրել ենք ու չենք գտել, ավելին մեր կյանքը դժոխքի է դարձել, բայց Աստծո մեծ ողորմությունը, սերը այնքան մեծ է եղել մեր նկատմամբ, որ մեզի շնորհել է ողորմությունով, քաշել է իրան իր սիրով, սիրելիներ։ Դրա համար մենք այսօր այդ հաղորդ լինելով, ինչպես Հովհաննես առաքյալն ասում իր թղթերի մեջ, որ տեսանք եւ հաղորդեցվանք եւ մենք կուզենանք, որ այսօր մենք բոլորս մեկտեղ հաղորդակից լինենք Աստծո որդու հետ, որտեղ Պողոս առաքյալն իր առաջին Կորինթացիս 9-րդ խոսքում ասում է. Աստված հավատարիմ է եւ մեզ կանչել է մի բանի համար իր որդուն Հիսուս Քրիստոսի հետ հաղորդ լինենք։ Ժողովուրդ ջան, այսօր ամենագերագույն բանը մեր կյանքում, եթե հաղորդակցությունը չկա, եթե մենք այդ կյանքին հաղորդ չլինենք, մեր կրոնավորությունը, մեր ծիսակատարությունը ումն է պետք այսօր սիրելիներ։ Դրա համար Աստված մեզի մեծ շնորհ արել, որ այսօր մենք գանք Տիրոջ խոսքը լսենք, այդ խոսքը կենթանացնող, զորացնող, մխիթարող խոսքը սիրելիներ։ Ես հիշում եմ մի վկայություն էլ, հետարքիր է սիրելիներ, այսօր Աստված ամենքից գիտի ամենքի վիճակը։
գիտի մեր ցավն ու մեր դարդը։ Անցած տարի կաղրած այստեղ էր, երբ որ մենք աղոտ կարեցինք, աղոտքի ժամանակ, այդպես, երբ որ աղոտքը վերջացավ, ուղղակի հայացքս ուղղեցի մի քույրիկի, որը ես չէի ճանաչում։ Ես իրան առաջին անգամ էի տեսնում, եւ Տերը խոսեց, ասես գնա ասա, որ ես ամեն բան գիտեմ եւ իրեն շատ եմ սիրում։ Հիմի գնացել եմ տեղի սպասավոր եղբոր, ասեցի, այն քույրիկը ով է, եղբայր ջան, ասեց ինչ եղել, ասի, այսպես խոսք եղել, ես ոչ մարգարի եմ, ոչ տեսիլ տեսնող եմ, բայց թե հետարքիր էր, ինչի հետարքիր էր, այդ ինչ էր, ես չէի հասկանում։ Երբ որ ես ասեցի եղբորը, եղբայր ասեց, չէ, դու քեզի ա Տերը ասել, կգնանք դու էլ կասես իրան։ Բայց ես չգիտեմ ինչ է կատարվում, ինչ է, ես ինչ է։ Վերջապես գնացինք եւ եղբայրը ներկայացրեց, ասեց քույրիկ ջան, ինքը քեզի չի ճանաչում, դու էլ իրան չես ճանաչում, բայց լսի տես քեզի ինչ է ասում։ Եվ ես իրան ասի քուր, ես ոչ մարգարե եմ, ոչ տեսիլ տեսնող եմ, բայց մեկ-մեկս էս բաներ լինում են կյանքում, բայց Տերը այսպես բան ասեց, որ ես ամեն բան գիտեմ եւ քեզի շատ եմ սիրում։ Հենց ասեցի մի զորություն իջավ, համ այդ քույրիկի վրա, համ իմ վրա, համ եղբոր վրա, հիմի այցելվել ենք, լսվել ենք, լացում ենք, չգիտեմ, ես էլ եմ չեմ հասկանում, այս ինչ է կատարվում, վերջ, աղոտ գնաց, աղոտքի վերջում, եղբայր ասեց, դու չգիտեր ինչ է կատարվում, ասի ինչ է եղել, ասեց մի քանի ամիս առաջ իր ամուսինը մահացել է երիտասարդ, ինքը չէր մխիթարվում, սա Աստծուց էր եղբայրը, Տերը, ու ես տեսա ամբողջ պաշտամունքի ընթացքում միջև վերջ, այդ քույրիկի դեմքին ժպիտ կա, փառք Տիրոջ, ժողովուրդ ջան։ Հիմի Աստված տեսնում է, մենք ինչքանով ենք մեր սիրտը բացել Տիրոջ առաջ, մենք ինչքանով ենք նրա խոսքը ընդունում, եւ իրոք Հիսուսի այրունը երբ է գործում, երբ որ մենք ընդունում ենք, հավատում ենք, այդ այրունը մեզի մաքրում ու սրբում է։ Տերը օրհնի, Տերը զորացնի, որ մենք այս ժամանակը եկել ենք այս բացօթյա պաշտամունքին, ամեն ինչին ժամանակ կա, հաց ուտելու ժամանակ կա, լսելու ժամանակ կա, ապրելու ժամանակ կա, մեռնել ամեն ինչի ժամանակ կա, ավետարանը մեզի սովորեցնում է, որ ամեն ինչի ժամանակ կա, բայց այս ժամանակը, որ Աստված իմի տվել է պաշտամունք, ուրեմն մենք պիտի պաշտենք մեր Աստծուն, ամեն ժողովուրդ ջան, գանք Տիրոջ առաջ, բացենք մեր սիրտը, ասենք Տեր, այո, պատրաստիր իմ սիրտը։ Ես դրա կարիք ունեմ, ժողովուրդ ջան, ամեն օր, որ մեր ուխտերը նորոգենք, սիրեներ, գանք աղոթքի սիրեներ, բացենք Տիրոջ առաջ մեր սիրտը։ Մենք հավատում ենք, որ Տերը ներկա է։ Հիմա եթե հավատում ենք, ինչու բա մենք մեր սիրտը չենք բացում նրա առաջ, որ Տերը այցելի, լայն բաց սիրտը Տերը պիտի լսնի, անունը փառավորվի։ Շնորհակալ ենք քեզանից։ Շնորհակալ Եկին զրագի երկաններից Հիսուսին մենք հավատում ենք։ Հիսուսին մենք հավատում ենք, Հիսուսին մենք աղոթում ենք, Հիսուսին մենք փառք ենք տալիս, Հիսուսին մենք հավատում ենք, Հիսուսին մենք աղոթում ենք, Հիսուսին մենք փառք ենք տալիս, Աստված, փառքը քեզ Տեր Հիսուս, պատիվ քեզ արժանի ես,
արժանի ես, արժանի ես, արժանի ես, սուրճի ջոջվում այդեղ երբեք, ժպիծից աղամեն ուրեք, Տեր Հիսուսով պիտի երկեմ, շտապեցեք պարապ եկեք, սուրճի ջոջվում այդեղ երբեք, ժպիծից աղամեն ուրեք, Տեր Հիսուսով պիտի երկեմ, շտապեցեք պարապ եկեք, Մարդիկ բացեք փագաչքերը, ձեզ է կանչում Հիսուսերը, մնացել է հաշված օրեր, որ ոգեցեք Աստծո դռներ, մարդիկ բացեք փագաչքերը, ձեզ է կանչում Հիսուսերը, մնացել է հաշված օրեր, որ ոգեցեք Աստծո դռներ, Տեր Աստված, փառքը քեզ Տեր Հիսուս, պատիվ քեզ արժանի ես, արժանի ես, արժանի ես, Տեր Աստված, փառքը քեզ Տեր Հիսուս, պատիվ քեզ արժանի ես, 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 Փառք ժողովուրդ ջան, Տերը թող փառավորվի Սուրբ Գրքում մի հատուկ համար կա, բոլորն են հատուկ, ուղղակի այսօրվա մեր իրադարձությանը շատ համարժեք, որտեղ ասում է Տերը բարձրացավ լեռը եւ շատ ժողովուրդներ գնացին նրա մոտ։ Հետաքրքիր է Տերը գնաց, այդ շատ ժողովուրդները գնացին իր մոտ, եւ ովքեր գնացին իր մոտ։ Շատ մարդիկ մտածում են էլ գործեր ունեմ, հանգստացնում են ոնց որ Սամվելն ասեց իրանց գործերով, այ որ ավտոն լվան, նոր կհանգստանան։ Այսօր պատ ունեմ շարուլեք, պատը որ անեմ պրծնում կհանգստանան։ Հարսից մատանի առնեմ կհանգստանան։ Ես դա կհանգստանաս, բայց չես հանգստանան։ Հիմա հետաքրքիր է, ես ուզում եմ խոսամ մի բանի վրայով, որ ինձ եւ քեզ է վերաբերվում, որ մենք շատ ժամանակ մեզ հանգստացնելու տարբեր միջոցներ ենք գտնում։ Ինքնա բավարարվածություն, ինքնա, այսպես ասեմ, արդարացման մի միջոց, երբ որ մենք որոշակի բաներ անում ենք, մնացածը սկսում ենք ծածկել մեր չափանիշներով եւ մտածում ենք, բարեսեցնում դե ես անում եմ, Այդ մնացած բաներն էլ ոչինչ ոչ եմ անում, դրա մեջ ինչ կա ոչ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, շատ հետաքրքիր է, որ Տեր Հիսուսը երբ որ այլակերպության լեռը բարձրացավ, երկրորդ բաժնի մեջ, սա ասեմ, որ այնտեղ կերակրեց ոչ թե 5000, այլ 5000 այր մարդու։ Մոտ 25000 էլ կին եւ երեխաներ կային։ Բայց ամբողջությամբ տվել են մի քանի բան, ուղղակի երկու ձուկ, 5 նգանակ, իսկ այլակերպության վայրը գնաց տարավ 3 հոգու, Հովհաննեսին, Հակոբոսին և Պետրոսին։ Պետրոսին տարավ որպես ժայռ և բեմ, եթե ես այսօր իմ սիրտս պատրաստ է, ինչպես ասվեց այստեղ, իմ սիրտս պատրաստ է, որպեսզի Տեր Հիսուսը իր երկնքի թագավորությունը իմ սրտի մեջ ձևավորի, ես դառնում եմ այն անձնավորությունը, Պետրոսը բեմը ժայռը, Քրիստոսով
որտեղ իր նույն խոսքը իմ մեջ մարմին է դառնում եւ այդ ժայռի վրա Տերը սկսում է կառուցել։ Երկրորդը որոտման որդի Հակոբոս գրված է Տերը որոտում կխոսի։ Այլ իմ ականջը շատ ժամանակ բաց է եւ ես տեսնում եմ թե Տերը ինչ է խոսում ինձ հետ, կամ ինչ է ասում ինձ։ Իմ հարաբերությունը Տիրոջ հետ իրականում իրական կապա թե ոչ։ Երրորդը շատ կարճ ասեմ Հովհաննես հայտնության հոգի, որ գրում էր հայտնությունը։ Անհատական հայտնապես ինչ կապ ունես Տերից սիրելի հոգի։ Եվ այս բարձունքի վրա, եթե մեր հոգևոր բարձունքը չի բավարարում, որպեսզի մենք այս վայրում եկել ենք, հետո պիտի Տիրոջ բերանը խոսի, Աստված չանի, եսի որևէ մեկին վերաբերվի։ Պիտի ասի, ես գիտեմ, դուք ինձ եք փնտրում։ Փնտրում եք որովհետև կերակ եւ կշտացար։ Շատ ժամանակ ստերես գնացող մարդիկ ասում, բայ այնտեղ այնպես լավ է, պարկած, ովին հանգստացան, այցել լավ թաբախորոված են սարկյա, ապրեն եղբայրները, քույրերը, այլ մարդ, պարտին թխոս են վերևան, ուշ կերան, խման գելանք եկան։ Մի հատ հոգեբոր խնջույքի կամ հաճույքի մասին չի խոսում։ Թե ինչ առավ այսօր Տերից ես Տերից, ինչ առավ։ Մի կարճ ասեմ են սիրո մասին, որ մեր շատ սիրելի Հարությունը խոսեց, ընդհանրապես մենք Հարություն առած մարդկանց, այսինքն մեր հավատքի ժողովրդին միշտ ասում ենք հարազատներ։ Մեր հայրենակիցներին ասում ենք բարեկամներ, հայրենակից բարեկամներ, բայց այստեղի ժողովրդին ասում ենք հարազատներ, այսինքն հարությամբ զատվածներ, ովքեր որ հարություն են առել ու զատվել են մեղքից, սեփական եսից, աշխարհից, հին բնավորություններից, հին շրջապատից եւ եկել են այս վայրը, այդ դեպքում որ մարդը իրականում հասկանում է թե ով է իրան սիրել եւ այն ժողովուրդը որ բարձրացել է այդ դերը ամեն մեկի մեջ սկսում է տեսնել Քրիստոս չի դատում իրան իր չափանիշներով, իր շորով, իր դիրքով, վեր ու բարով, ասում է իմ դիմացինի վրա Քրիստոսի արյան գինը կա, ես ո՞նց կարամ իրան չսիրեմ, եթե իմ նմանին ինքը սիրել է ու եկել է այս վայր ու ինձ գին է տվել։ Տերը թող շատ օգնի, դրա համար ժողովուրդ ջան, դուքի մեջ տարբեր բազում համարներ կան, դուք գիտեք այդ համարները, ես ուզում սա հիշեցնեմ ուղղակի, որ Մատթեոս ավետարանի մեջ ասում է դուք եք երկրի աղը։ Հիմա մենք հաշլում ենք սարքել, կորոված ենք սարքել, ես ենք արել, բացում ես, ենք արտոշկեն տեղն է, միսը տեղն է, կանաչին տեղն է, սաղ տեղն է, բայց աղը տեղում չի։ Աղը տարալուծվել է, իր իրական կերպարը ամբողջությամբ զոհել է, որպեսզի բոլորը ունենան իրան ներսից այդ սիրո համը տվել իր ամբողջ շրջապատին։ Այսօր ես կարողանում եմ այդ վիճակը ունենամ, որ իրականում ես զոհեմ շատ բաներ, իմ հաճույքները, մնացած բոլոր բաները եւ խոստովանությունները շատ կարեւոր է իմ եւ քո համար, որպեսզի իրականում այն աղը իրական, որ Տերը ասում է, դա դառնա իրական այն աղը, որ Տերը կասի ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Տերը թող շատ կողքի ժողովուրդ ջան, թող մեզ միավորի շաղախի իր խոցված ձեռքերով դառնանք մեկ իրական նկանակ, որպեսզի մեզ բայելողները աշխարհի մեջ, ով որ մեզ տաշակի, ճանաչի, մեր քայլի, մեր մեջ տեսնեն Քրիստոսի համը հոտը, որ իրականից իրանց բերանն էլ ասի, իրավ, սրանք Աստծո որդիներ են։ Տերը թող փառավորվի, ամեն։ Կյանքս արդեն իրավատին մոտեցա, գնալու եմ հասնել իմ սիրելի Հիսուսին, թողնելու եմ այստեղ հազար վիշտուցած, գնալու եմ պաշտել ինձ կյանք տվող Հիսուսին, պատրաստության վերջն է եկել հիմային, գնամ հասնեմ ինձ սիրող Սուրբ Հիսուսին, սա գնացքից գործող խանգարն է վերջին, գնամ պաշտեմ իմ պաշտելի Հիսուսին, պատրաստության վերջն է
պաշտեմ իմ պաշտելի Հիսուսին շատ եմ օգնել հանգստանալ եմ ուզում գնալու եմ մտնել իմ երկնային հանգիստը Տեր Հիսուսի ոտքերն ընկնեմ համբուրեմ Հակաստիրոջ արդարության հանդերձը բանդխտության վերջն է եկել հիմային գնամ պաշտեմ ինձ սիրող Սուրբ Հիսուսին սա գնացքիս գործող կանգառն է վերջին գնամ պաշտեմ իմ պաշտելի Հիսուսին բանդխտության վերջն է եկել հիմային գնամ հասնեմ ինձ սիրող Սուրբ Հիսուսին սա գնացքիս գործող կանգառն է վերջին գնամ պաշտեմ ինձ սիրող Սուրբ Հիսուսին գնամ պաշտեմ իմ պաշտելի Հիսուսին Կյանքս արդեն իրավարտին մոտեցավ Կամած կրկնեք, ձեր մտքի մեջ կրկնեք գնամ հասնել ինձ սիրելի Հիսուսին թողնելու եմ այստեղ հազար վիշտ ու ցավ գնալու եմ պաշտեմ ինձ կյանք տվող Հիսուսին բանդխտության վերջն է եկել հիմա իմ գնամ հասնեմ ինձ սիրող Սուրբ Հիսուսին սա գնացքիս գործող կանգառն է վերջին գնամ պաշտեմ իմ պաշտելի Հիսուսին շատ եմ հոգնել կրկնեք հանգստանալ եմ ուզում գնալու եմ մտնել իմ երկնային հանգիստը Տեր Հիսուսի ոտքերն ընկնեմ համբուրեմ հագած Տիրոջ արդարության հանդերձը Շատ բարի սիրելիներ Իհարկե բոլոր ձեր կասուշուշն օգտակար է մենք ձեր գծից ենք հորդորելու միգուցե այսօր ավելի ուշադրություն տաս որովհետև պաշտամունքը առանց տաղի է իհարկե դրանից որ չհայտելի դա չի հարցը այսօր Հիսուսի խոսքն է որ ինքը հրավիրում է բոլոր հոգնածներին, եթե կնձի բոլոր հոգնածներ ու չվերջացավ դրանով շարունակում է ասելներ, որ դու պետք է հարաղություն կա, հրավերք կա, ճանապարհ կա եթե մենք ուզենանք մենակ հորդորենք, որ եթե կնձի բոլոր հոգնածները բեռնավորներ, դրանց հետո ինչ ասել, իմ լուծը ձեզ վրա է, պետքության մասին ուզում կարդանք, որ դու լուծը իր լուծը քո վրա առնես, որ անձիդ հանգստություն գտնես Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ իր առջև կեցած ուրախությանը համար խաչը հանձնարավ, ամոթը արհամարեց և աստուաշկոմը նստավ։ Արդ մենք միտք բերեք զանիկա, որ այսպես համբերեց մեղավորներին, իրեն դեմ հակառակ խոսողներին, որ չլա թե ձեր անձովը հոգնիկ, այդ լուծը որ առնեք ձեզ վրա, այդ խաչը առնեք ձեզ վրա, հանկարծ չհոգնեք։ Որ չլա, որ հոգնեք ձեր անձովը հոգնեք ու թույլանաք տակավին հայրուն թափելու չափ պատերազմելով հակառակ չգցակ մեղքին մոռացաք այն հորդորը ինչը եթե կնձի բոլոր հոգնածներ իմ լուծս առեք ձեզ վրա որովհետև մենք շարունակելու ենք նայենք Հիսուսին մեր հավատքի
զորագողին եւ կատարողին ինքը իր ուրախության համար խաչը հանձնառավ մեզ էլ հրավիրում է որ դու էլ եթե խաչ չվերցնես չգաս երկրագունդը սիրենել քարոզում ավետարանը ջերից է գնում են ասա փառավորվի Տերը Երանի գնացողներին Երանի գնա այնպես են գնում որ հասնեն Իհարկե կա հավատ կա բայց գնալ կա հետևից գնացողներ կա հավատացողներ կա ինքն տարբեր Սարքի մարդիկ կան, երբազմա 30, 60, 100, լետի եթե գտողն է։ Եվ այդպես ելի քրիստոնյաներ մոռացակ չմոռանաք դուք, որ ասելա ինձ հետ եք հոգնածներ, որ հիսուն նայենք, այրուն թափելու չա, որպեսզի մերթին ինչ անենք, հակառակ տենանք։ Նենք չի որ մեր նարբանի։ Մոռացակ այն հորդորը, որ ձեզ հետ կխոսի, որպես է որդիների հետ, որ չատվի, Տիրոջը խրատը մի անարգեր, անքե հանդիմանելով մի թույլանար, բացի Տերը իր ասիրածը կխրատեու կծեցեք, ծեցելու մասին լացով չեմ կուտեմ ասել։ Նա խրատելու մասին լա խոսանում։ Միգուցե Սուրբ Ոչինացին չի չես խոսում, որտե դա առաջանն ասել, դա Հիսուսի լուծը վերցնողներին է վերաբերվում։ Իր ասիրածին հիշեք։ Վասնտի Տերը իր ասիրածը կխրատեու կծեցե ամեն մեկ որդի, որին կընդունի, երկրագնդի վրա ինչքան որդիներ ունի ընդունած, նրանց խրատում է, ծեցը լախանենք։ Չեն կարող անենք իհարկե, ծեցի արժանի բան չանենք, որ ծեց չուպենք, հասկանալի է։ Գիտեմ ով է հիշում Պողոսին, թե Պողոսին չի ծեց տրվեց, գիտեք կանանք ասենք, որ չհպարտանանք, մեզ էլ չհպարտանանք։ Միգուցե մեզ էլ հպարտանանք, մեզ էլ ծեց տա, կտա թե չէ, դա գրված է։ Եվ երկրագունդը այս ավետարանի հիմքերով գնում են այնպես են գնում Հիսուսին, ոնց որ ավետարանի կոշիկները պատրաստած, ճրակները վառած, այդ ճրակների մեջ կա այդ հոգնածները, որ գնում են, Հիսուսին են նայում իրանց հավատի զորագրի կատարողին, որ իր ամեն մի մեկին, որ հրավիրում ասմա, եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ամենը իր խաչը վերցնի, Անենք չի վազեք ժողովուրդ ջան, պրոբլեմ չունեք, ոնց որեք եք, չէ, Տերն ասում այդեք բոլոր հոգնածներ, հոգնած ու բեռնավորվածներ, իմ լուծես, իմ բեռս ձեզ վրա առեք։ Եվ շարունակության մեջ հիշում եք ասում, Հիսուսին նայենք մեր հավատի զորագլխին և կատարողին։ Անենք չի որ մենք արխեին ընգնենք ու ասենք, պրոբլեմ չունեք, հեսը խաչվելա, ճիշտ է խաչվելա և պահանջում է, մենք է Տերն եք կատարանք։ Խնդրում եմ ուշադիր լսի։ Վասնզի Տերը իր ասիրածը կխրատելու կծեցե ամեն մի որդի, որին կընդունի։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ, որպես է որդիների հետ պիտի վարվի։ Քանզի որ որդին է, որ անոր հայրը զի չի պատժեր։ Եթե դուք առանց խրատի լինեք, որոնք ամենքը մասնագիտ եղան ու թագավորության ու բոլոր հոգնածները, որոնք բոլորը որ մասնագիտ եղան, ուրեմն իսկ եթե դուք առանց խրատի ելաք, որուն ամենքը մասնագիտ եղան, ուրեմն խորթ եք, որդիներ չեք։ Նպատակը Տիրոջ այնպես չի, որ ձեռներս թափտալով գնում։ Մեր նպատակն է, որ խաչը մեզ հուշում է, Տիրոջ խաչը մեզ միշտ հուշում է, որ արթուն մնանք, որտեղ Հիսուսը պատվիրել է հետևյալը։ Լսեք սիրելիներ, առանց առաստաղի պաշտամունքը քո մեջ տարբերություն։ Ցանկացած տեղես գնացել, թե այստեղ ես։ Խոսքը Հիսուսինն է։ Եվ ամենուն կսեր, եթե մեկը կուզե իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա եւ ամեն օր իր խաչը վերցնե, ոնց որ տեսեք արդեն իր բեռը վերցնենք արդեն։ Մենք պետք է արդեն իր խաչը վերցնենք։
Եթե մեկ ուզում է թակավորություն մտնի, ոչ ուժովա, ոչ զորությունովա, ապա բոլոր հոգնածներին հրավեր կա։ Բոլոր հոգնածները, երբ որ հարկը եղավ արյունթափելու, պետք է արյունթափեն։ Մեղքին հակառակելով արյունթափեն։ Եթե հարկը որ Տերը իր սիրածին որ խրատում է, խրատվելուց պետք է համբերես։ Դա քոկի համար է։ Իսկ ծեծի մասին թողել մեր ժամանակը։ Քանակը կաղոթեք, որ ամեն մի սիրածի կխրատեն կծեծե։ Չի դեպի եղբաժան ծիրմա։ Մեզ կծեծի, որ փրկվես։ Ուրեմն փրկության գործը շատ լուրջ է եւ պահանջը լուրջ է, որտեղ Տերը բոլոր հոգնածներին ու բեռնավորվածներին հրավիրում է։ Ինձի եկեք երկրագնդին, թե ինչքան ազերից գնում են լուրջ են գնում, ինչպես ձեր մեջ շատերը որ լուրջ են։ Իրական են գնում, խաչը վերցրած են գնում։ Այդպես ելներ, քանզի եթե մեկը կուզե իմ հետևիցս գալ, թող իր անձը ուրանա, եւ ուրացածներ շատ կան, եւ քրտսաղնորներ շատ կան, պատականողներ շատ կան, հավատի հետ կատակ են անում։ Ես չեմ ասել, որ մենք նախ օրը կարող է ասել մենք չլինենք երկրի վրա, որտեղ մեկ վարքյանում 72 հոգի աշխարհից մահանում է, մեկ վարքյան, 72 մազա, 2, 3, այդքան մարդիկ մահանում են։ Մի օր էլ այդ մեկ վարքյանը մեզ հետ պետք է կատարվի, սիրելի։ Մենք էլ վաղը չենք լինելու, այդ օրը որ մահացանք էլ ուշադիր եք, այնպես արեք լուրջ եք, սիրելի։ Մի օր էլ այդ մեկ վարքյանը կգա մեզ հետ, Տերը կտեսի նա, այդ լուծը վերցրել ենք, այդ խաչը առել ենք, թե ուղղակի խանդավառություններով Քրիստոսը խաչվել է, լավ խաչվել է, խաչվել է ու մեզ էլ հրավիրում է, որ եթե մեկ ուզում է գա իմ հետևից, թող իր անձը ուրանա, ուրացել եք, լրիվ ուրացել եք դու, նայեք, Հիսուսը խոսքը է, և իմ հետևիցը գա։ Եթե մեկը կուզե իմ հետևիցը գա, թող իր անձը ուրանա, և իր խաչը վերցնի և իմ հետևիցը գա, վասնզի, ասեք ուշադիր լսեք, ով կուզե իր անձը ապրեսնել, պիտի կորսնցնե զալիկա, գիտեք աղախպեր ջան, չի, ով ուզենա իր անձը ապրեսնի, պիտի կորսնի, ով որ կորսնի ավետալի ու Հիսուսի համար, պիտի գտնի, այդ լուծը պետք է ապրենք, Հիսուսին պետք է նայենք, մեր հավատքի զորագրի կատարողին, որ ինքը այդ ուրախությունը դեզ մի կողմը, եկավ չափչարվեց, խաչվեց, փչեցին, ծեծեցին, կապեցին, մտրակեցին և ինքը ասավ հայր ամեն բան կատարվեցավ։ Սուրբ Հոգին թույլ տուր, որ այսօր այցելություն անի այս առանց պաշտամունքին, առանց կողքինի ուշադրությանը, մի թող դրան, պաշտամունքը պատկանում է քեզ, մեր պանդխտության օրերը կվերջանա մի օր։ Սա ոնց որ թե վերջի աստանոքն է, վերջի կանգառն է մեր կյանքի։ Այսօր միգուցե մեր վերջի կանգառն է, որ մենք պետք է արդեն գնանք դիմավորենք Տիրոջը։ Ուզեմ հանգստանալ եմ, ուզեմ իհարկե նստած տեղը որ ասենք հանգստանալ, բայց իրական չունենք հանգստանալ, չձգտեք այդ հանգիստը մտնելու։ Սա ուրեմն պատասխանատվություն է։ Ով որ կուզե իր անձը ապրեսնել, պիտի կորսնցնի զալիկա։ Ով որ ինձի համար իր անձը կորսնցնի, այդ լուծն է, այդ հոգնածների համար, այդ կորցնելն է իր անձը, ինչպես Հիսուսը իր փառքը թողեց եկավ, խաչը հանձնարավ, Հիսուսին նայենք մեր հավատի ասա, զորագլխին և կատարողին, ով իր անձը կորցնի, երել են նրան, քանզի ինձի համար պիտի ապրեսնել, այս լուծը, այս բերը, շատ լուրջ բերադրել մեզ վրա, այո, ինձի ետեք բոլոր հոգնածներ և բեր դժողքը դա հերու չի, մեր ոտների տակա և միլիարդավոր մարդիկ քննվել են դեր։ Ինչ է նշանակում, եթե մենք սրբագործությունը չկատարելագործենք Աստծո վախովը, կնմանվենք խարիզմատներին, մենք նրանքն են լավ զգում, բայց մենք սիրելիներ ավելի ուշադրություն պիտի տանք լսած բաներին, որ չպակասենք։ Հիմա ձեր փրկության ժամանակ ավելի մոտ այն, որ լսել եք։
որտեղ մեր օրերը հերթվեցին, մի օր էլ մեկ վարքյանը կգա կհանդիպի մեզ, ասի բավական է, ասի թե չէ, մեր հոգին, մեր մարմինիցը վերցրեց, մեր դիակը ինչ անելու, ընկնելու, թե որ կողքի կընկնի չգիտեմ, բայց էլ գորրաս, չգորրաս, օգուտ չկա, վերադարձի չի վերադառնալու, մեր պանդխության վերջին աստանոկեն ենք հասել, մեր պանդխության օրերը տանցինի մի օր է, էլ մեկ վարքյանը, թե որ օրը կպատայի, որ վարքյանի կպատայի, գիշեր, թե ցերեկ, արդուն մնա, որտեղ հոգնածներին, բեռնավորվածներին հրավեր կա, որ ամեն օր խաչը պատրես, իր հետևից գնաց, եթե մեկ իր անձա ուզենը ապրեսնի, պիտի կորցնի, ասում այլուն թափելու չափ, մեղքին հակառակ չկեցակ, իհարկե երկրագնդի վրա շատ կան, որ այլուն թափելու չափ, այո, մեղքին հակառակ են կեցելու կենում են, ես չեմ կարող ասեմ ձեր մեջ ով ոնց, բայց խոսքը մտառությամբ ձեզ քարոզում ենք, որ դու քննես, տեսնես լավ, որ հարկը գա այլուն կթափես մեղքին, ամեն ճոխուտ, որ աշխարհը շահես, անձը կորցնի, նա որ իր անձը ապրեցնի, ասա, կորցնի, հա, դետերն ասա, սի Հիսուսն ասեմ, 1000 միլիարդ քանոջիներ շարքակն են ասել, դրանք զերո են, Հիսուս ասացը իրականն, այո, Տերը զորացնի ձեզ, լավ եք այլ եք ելեք, սիրելիներ, ուշադիր եք, որ այսօր մի քանի ավանով յուղ հավաքես այսօր, հիմա հավաքել եք, որ ինչ օգուտ ասա, որ աշխարհը շահեմ, անձս կորցնեմ, եթե այլուն թափելու չափ, երբ որ մեղ եկավ, հակառակ չգեցա, օգուտս որն է, նա որ իր անձը կուզի ապրեսնել, ասա, արտորակ վերասար, կորցնելու է, ով որ կորցնի, ինձ համար և ավետարնմար պիտի գտնի, սա փաստ է։ Սիրելի Քրիստոսին սպասողներ, միլիարդավորներ քայլում են, են ինչ ձև են քայլեն, լուսումը չեն քայլեն, լուսավորված, Հիսուսի լույսը իրանց մեջ է, Հիսուսը իրանց մեջ է։ Ավետարանի մեջ հիշեցնեմ ասма, քննեցեք ձեր անձերը, տեսեք, քննություն է ուզում։ Պահանջում է, ինք քննում ասма, քննեցեք ձեր անձերը, տեսեք, նույն հավաքի մեջ, փորձեք ձեր անձերը տեսեք հյուս ձեր մեջ հա, թե պարզապես նա ունեք կրում, ասված ողորման բացում։ Մենք խնդրում ենք Սուրբ Օջին մասի մեջ վիբրացիա անի, այնպես վիբրացիա անի, որ ամենքս իրական մեր տեղը ճարենք, ապաշխարությունով բռնկված, ասենք, երբ պիտի Տերը գա ու միանա, որտեղ ինչքան մարմնի մեջ ենք, ասա, Տիրոջից հեռանում ենք, հեռու ենք, ու լավ ենք զգում, ուրեմն այդպես էլ լավս գալով, դժվարություն կունենանք, բայց որ նա որ խաչը վերցնում է Հիսուսի հետևից է գնում, երանի նրան, ինքը տեսնում է և ինքը կտա երանի և ինքը կասի մտիր հորդ հանգիստը, որ աշխարհի ստեղծելուն առաջ համար պատրաստված է, ձեր գրքերից ով քթվեք, կարդացեք ձեր գրքերը, էլ որ հոգնածներին դեռավորձեին կանչմա, ահա է դուշ կաս, եթե հարկ եղավ, ծեսելու է, հարկ եղավ, խրատելու է, հարկ եղավ, դուք գարու թափես, ասա, հարկ եղավ, դու պիտի հավատքի դրա ավելացնես առաջինություն, գիտություն, գերբնական եւ այդպես այդ հատկանիշները պիտի ավելացնես, երևա ուղղի ու մոտ չկա կույրը եւ կարճատես ասմա մոռացել է իրան մեղքերից մաքրվել է սա յետքացու համար է խոսը սա պարապսարապ հավատացյալների համար չի են չեմ ուզում մենեմ ուզեմ իրաց մնա ուրեմն երկրագունդը գնում է Հիսուսի հետևից այո եթե գնցի բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ իմ լույսը ձեզ վրա արեք լույսը Հիսուսին նայենք մեր հավատի որ իր առաջը դրատի չէ ուրախության համար փաչանդա եթե ինչ անենք ասма բանաճը դուրս գանք նրա նախադիմներն առեք մեզ վրա պատկանամասին է մեզ վերաբերվի որ բանաճը դուրս գանք մեր տանքներից մեր տներից թողնենք ամենը դեր թողի հայրը մայրը ճինը զավակը սավետանա թե չէ լուրջելեք նա հոգնածներին ու բեռնավորվածներին նա կանչում է որ դու ինչ անենք Հիսուսին նայենք մեր հավատքի զորակրի և կատարողի ու իր համար խաչը հատնավա մեջ է ուտետ եղելի խաչը վերցնենք ասա արդու գնանք դուք լավ եք գնենք, լուրջ եք գնենք ուշադիր եք թե ոնց եք գնենք թողացի գնում աշխարհը պետք է ելեր ինչ օգուտ է որ աշխարհը շահի մարդու անձը կորցնի հավալ եք դու ինչ օգուտ մեր Տերը նորմալ
պատվիրաններ տալի, որ նորմաները համապատասխանի ողջամետ վարդապետությանը, որ դուք ողջ լինեք, առողջ լինեք, թե ապրեք, Տիրոջ համար ապրեք, թե մեռնեք, Տիրոջ համար մեռնեք, թե ձեր ապրելով է Տերը փառավորվի, թե ձեր մեռնելով է Տերը փառավորվի, որտեղ մեռելի հարություն պետք է տեղ ունենա։ Կանգնեք ոտքի վրա։ Եղբայրներ Քրիստիան ամեն բանից առաջ փառք ասում, ուրախ ենք այս բայ համար, իհարկե այդպես մեր հստերները աննախապես եղանը, ծրագրավորված չկա, բայց Աստված այդպես կանեցավ, ուրախ ենք Տիրոջ մոտ, ինչի համար, որտեղ մենք ժամանակի նոտարներ էինք, հեռավորներ էինք, բայց փառք Տիրոջը Հիսուս Քրիստոսի թափված այրան շնորհիվ մենք հարազատներ ենք եւ ավելի մտերիմ հարազատներ Հիսուսի այրան։ Չէ՞ մարմնավոր հարազատները իրար հետ կապված են այրունով։ Երբ որ վիճաբանություններ են անում, այդպեսի խոսք կա, չէ՞, ասում են այրունը ջուր չի տանում, այսինքն այրուն իր մեջ ինչ-որ բան խոսում է։ Բայց Տիրոջ այրունը ավելի զորավոր է, որ այսօր մեզ հարազատ է դարձրել և այդ հարազատությունը ինչու՞ն է կայանում, որ ինքը մեր հին բնությունից ազատել է մեզ։ Հին բնությունից ազատելով նոր բնություն է շնորհել մեզի, փառք Իրան Սուրբ անունը և դարձրել է Սուրբ ժողովուրդ։ Պողոս Արաքյանը ասում է մեզի արժանացել է սուրբերի մասնակից լինել, ես չգիտեմ, մենք սկի բաների վրա ուշադրություն դարձնում ենք, ուրախանում ենք, թե չենք ուրախանում, բայց երանությունը, որ Աստված մեզի արժանացրել է սուրբերի վիճակը, և Տեր օգնի, որ մենք մինչև վերջ մնանք հաստատում, ես բանավոր կասեմ ժամանակի առումով մի մտքի վրա, իհարկե բոլորս այդ մտքերը գիտենք ուղղակի հիշելու համար։ Պողանի ավետարանի մեջ, երրորդ գլխի մեջ Հովհաննես առաքյալը շատ հետաքրքիր խոսք ասում։ Ասում է Աստծո սերը այնպիսի մեջ սեր էր Աստված, այնպիսի սեր շնորհեց, մեզի Աստծո որդիներ կոչեց։ Աստված կոչում է շնորհել մեզի, Աստծո որդի կոչում։ Ասենք մեր շրջապատում, որ մի երեխա անկարգալում, ասում են իրա ծնողները լավ է, բայց եսի ոնց որ այդ ծնողներից չեն։ Հիմա Աստված մեզի շնորհել է Աստծո որդի կոչում։ Եվ Հովհաննու ավետարանի առաջի գլխի 12 խոսքը նույն ասեսմիկն ասում։ Ասում է, և որոնք որ ընդունեցին, Աստված նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինել։ Հետո շարունակության մեջ ասում է, եթե ոչ արյունի, ոչ մարմնի հետ կապ չունի։ Այսինքն ես լավ եմ, վատ եմ, գրակետ եմ, անգրակետ եմ, դրա հետ ընդհանուր առմամբ կապ չունի։ Ինչի համար, որտեղ դա խոսում է Աստծո սերը, որ հիմա մենք էլ էստեղ հավատում, շնորհ կանի Աստված։ Եվ Հովհաննեսը երրորդ գլխի շարունակության մեջ ասում է, և ովքեր որ այդ հույսը իրանց վրանում է, ինչա կատարվում, իրանք իրանց անձը սուրբ են պահում, ինչպես որ անվկայա սուրբ է, որովհետև Աստված մեզի կյանքի կանչը, բարդ Տիրոջ, Տերը օգնի եղբայրներ Քրիստիան, որ մենք մեր ընտրությամբ, սրբությանը հասնում ենք մեր ընտրությամբ, ոչ թե մեր ուժերով, մեր իմացողությամբ, մեր մտածելակերպով, ոչ, մեր ճիշտ ընտրությամբ, որ մենք ընտրում ենք Տիրոջը, Տիրոջ խոսքը, և ինչպես Տեր Հիսուսն էր ասում, և այդ խոսքը ինչ անում, մարդում է։ Եվ որ մարդու ներսում ասում այդ խոսքը,
Այդ խոսքն է մարդը։ Մարդը դե բաժին չունի, բայց մարդը իր անտրության։ Համար դերը օրհնի մեզի, մենք ուրախանանք երբ բաներ գրել, այդ օրհնյալ կոչումով։ Երբ բաներից մեկը ասում է, մեր բարեկամներից մեկը, երբ որ ես ապաշխարա, որից վրան ասեց, այ քյարի ջան, որ մետ հայր նա դեպուտատ ըններ իր վերջը, նա դերեկտոր ըններ, մեզ էլ մի գործի կտաներ, ասում տղա ջան, իմ պաշտոնը մի ծացից է։ Իհարկե, ես չեմ ասում, դերեկտորը մյուսը, դրանք ժամանակավոր են, մեր պաշտոնը բարձր է։ Ինչի համար, որտեղ մեր հավիտենականը, և բաներ կուրիչ է։ Մեր հավիտենականը և անսլանում է։ Համակները երկին հարավորվի, մենք ուրախ ենք, ելի եմ ասում, տենց ան նախատեպ մեր կարիերավ, առանց ծրագրավորելու, դեղեր անում, որ ուզում ես եթասիքներ չի ստացվում։ Բայց տեղ կա, որ մի անգամից ստացվում է։ Խոսքիս մեկը դա է, որ այդ կոչմանը նայեն, և այդ կոչման մեջ խորանան, և այդ կոչման համապատասխան, ինչպես Պողոսացիների ուղղված նամակի մեջ, Պողոս Արաքյալը ասում է առաջի կրկի մեջ։ Ասում, որ դու արժանավայի կերպով մեր պանդրտության օրերը հասկացնում են։ Կերկին թողտերը որդնի բոլորիս, զորացնի, հաճացնի, հաստատի և ինքը ամեն բանի մեջ հարավորվի հավիցյանս հարիկենից ամեն։ Մաքուր եմ ուզում ապրել դերին, քո առաջ սուրբ սիրտ ունենալ, որ իմ քայլերը